Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում ձեր բոլորին, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք, այսօր ուզում եմ խոսեմ ջրի մասին, սովորական մեր ջրի H2O։ Ոչ բոլորը գիտեն, որ մարդու օրգանիզմի 70%-ը ջուր է, այրան 80%-ը, իսկ ուղեղի 85%-ն է ջուր։ Ջուրը գտնվում է մեր բոլոր հյուսվածքներում, օրգաններում եւ բջիջներում։ Բջիջներում ոչ մի կենսաբանական գործընթաց, այսինքն ռեակցիաներ տեղի չեն ունենում առանց ջրի։ Ջուրը միջավայր է, որտեղ կատարվում են բոլոր այդ կենսաբանական պրոցեսները, գործընթացները։ Հետևաբար առանց ջրի մենք կյանք չունենք բնականաբար, ոչ միայն մենք, այլ ջուրը դա կյանք է, ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհում եւ ամենակարևորը մենք ծնվում ենք ջրի մեջ, որովհետեւ պտուղը գտնվում է արգանդում ջրի մեջ, պտղաջրեր այսպես ասած։ Եվ մարդը պետք է սովորաբար նրա ընդունած ջուրը օրվա ընթացքում պետք է լինի գոնե 1.5 լիտր, ու ասենք 60 կիլոգրամ քաշ ունեցող մարդկանց մոտ։ Ինչպես պետք է օգտագործել ջուրը։ Մենք խմում ենք ջուրը անկանոն, չնայած երբ կարող ենք լինում ջրի կարիք ենք ունենում, խմում ենք, բայց եթե ջուրը օգտագործենք մի քիչ ավելի կանոնավոր կերպով, ապա մեր առողջությունը կլինի ավելի լավ։ Ջրի բաղադրությունից որակից է կախված մեր կյանքի որակը, առողջությունը, ինքնազգացողությունը, տրամադրությունը, այդ բոլորը կախված է ջրից եւ ջրի որակից, որքան որակով է ջուրը, այնքան մեր օրգանիզմը, եթե նրա ջրի բալանսը պահպանված է, աշխատում է համահունչ եւ կանոնավոր կերպով։ Ուտելուց մենք զգում ենք ջրի պահանջ, հատկապես ուտելու ընթացքում։ Ուրեմն եթե մենք ցանկանում ենք արդեն սնվել, նախաճաշել, լավ կլինի, որ մարդը առավոտյան արթնանալուց հետո խմի 1 բաժակ ջուր եւ ես կհորդորեմ ձեզ, որ այդ ջուրը լինի տաք ջուր։ Ինչի համար, որտեղ քնած ժամանակ մարդու կերակը փողում եւ ստամոքսում, այսպես ասած, փառ է նստում։ Այդ փառը դա գոյանում է գիշերվա ընթացքում, մենք ժամը քանիսին ենք սնվում, ես չեմ կարող ասել, տարբեր մարդիկ տարբեր ժամերի, եւ այդ փառը իրենից ոչ բարորակ, դա թունավոր, այսպես ասած, թաղանթ է, փառ է նստում։ Երբ որ մենք առավոտյան խմում ենք ջուր, հատկապես տաք ջուր, ապա դա մաքրվում է եւ մաքրվում է մեր կերակրափողը, ստամոքսը։ Հաց ուտելուց կես ժամ առաջ կարելի է ջուր խմել, ընդհանուր 1 բաժակ ջուր խմել նախաճաշից կես ժամ առաջ, ինչու կես ժամ առաջ, որովհետև այդ ջուրը պետք է ներծծվի այրան մեջ, գնա դեպի բջիջները եւ այնտեղ տեղի ունենան կենսաբանական գործընթացները, այնուհետև կարելի է սնվել։ Սնունդ ընդունելու ընթացքում ջուր խմելը դա ճիշտ չէ, սխալ չէ, բայց ճիշտ էլ չէ, ինչու համար ճիշտ չէ, որտեղ երբ մենք սնունդ ընդունելու ընթացքում խմում ենք ջուր կամ դրանից անմիջապես առաջ, ոչ թե կես ժամ, ապա այդ սնունդը ստամոքսում ջրի կանում է եւ ներծծումը դառնում է ավելի բարդ, որովհետեւ սննդի մի մասը անմիջապես ջրի կացած վիճակում գնում է դեպի աղիները եւ այդտեղ մենք ունենում ենք սննդի կորուստ եւ սնունդը իր որակից այդ ջրի քանակության զուգընթաց կորցնում է իր եւ ներծծվելու հատկությունը եւ որակը։ Հետևաբար պետք է ջուրը խմել սնունդ ընդունելուց գոնե 2 ժամ հետո, բայց եթե սնվելու ընթացքում կամ սնվելուց անմիջապես հետո մենք ծարավ ենք զգում, որտեղ օրգանիզմը ունի ջրի պահանջ,
ապա բնականաբար պետք է խմել ջուր։ Ջուրը մեր օրգանիզմից հեռանում է ոչ միայն միզերու երիկամներով, այսինքն այլ հիմնականում քրտնարտադրության միջոցով։ Ամռան ընթացքում, եթե նույնիսկ շոկ պայմանները եւ ներողություն մարդիկ աշխատում են ներողություն տակ արտադրամասերում կամ այսինքն ճամփորդում են շոկ վայրերում, ենթադրենք Եգիպտոսում, Անապատում եւ այլը, ապա այս ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակության ջուր քրտինքի միջոցով։ Նույնիսկ կարող է ջուրը դուրս գալ օրգանիզմից, այսինքն արտազատվել մինչև 10 լիտրի չափով։ Հետևաբար, այդ տաք արտադրամասերում եւ շոկ պայմաններում աշխատելիս պետք է լրացվի ջրի բալանսը, որտեղ եթե ջրի բալանսը օրգանիզմում նորմալ չի լինում, ապա օրգանների աշխատանքը լինում է ոչ նորմալ։ Հարգելի բարեկամներ, շոկ օրերին մենք անթադ ջրի կարիք ենք զգում, հատկապես սառը ջրի։ Ասեմ ձեզ, որ ոչ մի հեղուկ, այսինքն դա լինի հյութ, լինի գազավորված ջրեր, լինի կամպոտ կամ թեյ, ոչ մեկը ջրի տեղը տալ չի կարող փոխարինել ջրին։ Հետևաբար ջուրը պետք է խմել մաքուր ջուր։ Գազավորված ջրեր խմելուց կամ մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելուց ինչ է լինում։ Մարդը թուլանում է, աշխատունակությունը ընկնում է, մկանները սկսում են թուլանալ, մարդը դառնում է ալարկոտ, առաջանում է սրտխփոթ, ինչի համար, որտեղ ջուրը լցվելով մեծ քանակությամբ ստամոքս, ապա ճնշում է ստոտանու վրա, ստոտանին բարձրանում է, իր հերթին ճնշում է սրտի վրա եւ սրտի զարկերը արագանում են։ Հետևաբար այդ քանակությամբ ջուրը օրգանիզմում ծանրաբեռնվածություն է ստեղծում, այրան ծավալը մեծանում է, ճնշումը մեծանում է, սրտի աշխատանքը արագանում է, երիկամների աշխատանքը ծանրաբեռնվում է, այնպես որ մեծ քանակությամբ հեղուկներ ամռան ընթացքում, երբ որ փողոցներում ման ես գալիս, տեսնում ես, որ հատկապես երիտասարդները շշերով ջուրը անդադ խմում են։ Եթե ջրի կարիք չեք զգում, ապա ավելորդ ջուր օրգանիզմը ցնելը դա անիմաստ է, ոչ թե դուք օգնում եք, այլ խանգարում եք։ Հարցը անցնենք սառը ջրին։ Սառը ջուր խմելով շոկ վիճակում իհարկե սառը ջուրը հաճելի է։ Իսկ սառը ջուրը խմելը սառը անցնելով դեպի օրգանիզմ, ստամոքս, նա խանգարում է ներքին օրգանների աշխատանքը, որովհետև նրանք անմիջապես այդ սառնությունից այրան անոթները կծկվում են։ Այրան շրջանառությունը մատակարարումը այդ օրգաններում լինում է ոչ բավարար, հետևաբար նրանց աշխատանքը ծանրաբեռնվում է։ Ջուրը կարելի է խմել, բայց սենյակային ջերմաստիճան։ Ջուրը խմելուց 10-ից 15 րոպե հետո նոր այդ ծարավը հագենում է։ Ջուրը միանգամից մեծ քանակությամբ, այսինքն մի բաժակը դու կարող ես խմել 2 նվագով, կեսը մի անգամ, կեսը մի քիչ հետո, իսկ շատ լավ կլինի, որ ջուրը, հատկապես տաք ջուրը խմեք կումերով։ Կում, այսպես ջուրը օգտագործում եք, որպեսզի օրգանիզմի վրա ծանրաբեռնվածություն չընկնի։ Օրգանիզմը այրան շրջանառությունը լավացնելու կամ գլխացավերից ազատվելու եւ նորմալացնելու այրան հոսքը պետք է ոտաբոբիկ մանգաղ, ոտաբոբիկ մանգաղ ոչ թե քարերի կամ ավազների, չոր ավազների վրա, լավ կլինի, որ մանգաղ խոնավ խոտերի վրա թաց, այսպես ասած գետնի վրա մանգաղ, դա շատ օգտակար է, որտեղ ուղեղից այրունը սկսում է իջնել, ուղեղում ոչ թե սնուցման խանգարում է լինում, այլ գլխացավերը այդ ծանրաբեռնվածությունը ուղեղի անոթների կարծես նրանք բեռնաթափվում են։ Եթե դա էլ չկա, լավ կլինի, որ ձեր տան լոգնոցում, այսինքն վաննայում ջուր եք լցնում, սովորական ջուր եւ
աշխատում եք այդպես մարզանք անել, քայլել այդ ջրի միջով, վանայի մեծությունը իշքան է լոգնացի, պարզապես այսպես քայլելու վարժություններ եք կատարում, լավ կլինի, որ կատարեք նաև լոգանքներ, կես րոպե տևողությամբ, տաք և սառը ջրերով, կես րոպե ոտքերը թողնում եք սառը ջրի մեջ, այնուհետև տաք ջրի մեջ, սառը ջրի մեջ, տաք ջրի մեջ, այսպես փոխ գոնե մի քանի րոպե այդ գործողությունը կատարում եք, դուք լավացնում եք օրգանիզմում այրան շրջանառությունը, լավանում է մարսողությունը, բեռնաթափվում են երիկամները, սիրտը սկսում է ավելի բնականon աշխատել։ Ջուրը մեր կյանքն է, մեր բոլորի, առանց ջրի բնության մեջ ոչինչ լինել չի կարող, հարգելի բարեկամներ, ձեր առողջությունը պահպանելու համար խնդրում եմ ինչ որ չափով, եթե ես կարողացա խորհուրդներ տալ, օգտվեք դրանից եւ մետաքանակ ջուր օրգանիզմ չմտցնեք, չտանրաբեռնելու համար օրգանները։ Առողջություն եմ ցանկանում ձեզ այսօր այսքանը, սիրելիներս, եթե կունենաք հարցեր, ապա կարող եք դիմել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38, իմ բոլոր ասածները գրված են իմ գրքերում, որոնցից մեկը բժշկարանն է, պարունակում է 90 տեսակ հիվանդություն, վերահրատարակվել է 6 անգամ եւ ունի մեծ պահանջարկ, գիրքը ունի իր պատկերասրահը, որտեղ ներառված են այն բոլոր բույսերը, որոնք կան դեղատոմսերում, գրքի մեջ գրված նկարների տակ բույսերի գրված են 3 լեզուներով, հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Այս գրքում հիվանդության նկարագիրը տրված է ընդարձակ ձևով, նրա բուժումը եւ ունի գրքի վերջում շատ հետաքրքիր խորհուրդներ եւ ունի քառալեզու բառարան։ Այդ 3 լեզուներին գումարած նաեւ անգլերեն։ Մյուսը ալկամա գիրքը, ալկաման կոչվում է Աստծո պարգև, սանսկրիտով եւ հին արաբերենով, Աստծո պարգևը ոչ թե գիրքը, այլ նրա մեջ եղած բույսերը, որոնք ուղղված են մարդկանց առողջության համար, չէ՞ որ այդ բույսերը ստեղծել է Արարիչը, նա իմացել է, որ շրջանում ինչպիսի հիվանդություններ կարող են լինել եւ ըստ դրա տրված են այդ բույսերը, Աստծո պարգևը դա Աստծո կողմից մարդկանց ընծատված բույսերն են։ Գիրքը ունի իր պատկերասրահը, գունավոր նկարները, խնդրեմ, այսպես, ինչպես նախորդ գրքում, նկարների տակ գրված են 3 լեզվով բույսերի անունները, ունի գիրքը հետևում քառալեզու բառարան, հիվանդության նկարագիրը գրված է համառոտ եւ տրված է ընդարձակ բուժում։ Գիրքը ունի նաեւ հետևում հավելված, որտեղ կան ժողովրդական բժշկության մյուս ձևերը, ջրաբուժություն, կավաբուժություն, միզաբուժություն եւ այլը, ու կարող եք ծանոթանալ, պարտադիր չի որ կատարեք, մեծ տեղեկատվություն կա կաթի մասին, հատկապես այծի կաթի մասին, որը ինչ որ չափով փոխարինում է մայրական կաթին, կամ ծառերի բուժական հատկությունների մասին եւ այլն։ Մյուս գիրքը Լեչեբնիկ, որը դասագիրք է գիրքը 630 էջից բաղկացած, այստեղ մանրամասը նկարագրված են հիվանդությունները եւ տրված են նրանց բուժումները։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։